Եռացող մոլորակը եւ մեր տափակ անհետաքրքիր ռաբիս քաղաքական դաշտը։ Շուրջ 1 տարի աշխատանք ենք տարել, որ ձևավորվի ընդդիմադիր մեկ բևեռ։ Ումա պետք զատկից հետո կարմիր ձոն։ Ոչ քաղաքական մարդիկ, երբ որ մտնում են քաղաքական process-ի մեջ, կամ նրանց կողքը պետք է լինեն ուժեղ քաղաքական մարդիկ, որ տանեն process-ը առաջ, կամ ուղղակի անհնար է հաջողություն արձանագրել։ Եթե պետք է մանդատները վերցնեն։ Իշխեն ընդդիմության ուզում միավորը։ Հետ գանք ընդդիմադիր դաշտ եւ նայենք ասենք լավ, ընդդիմություն։ Ինչ այլ ընտրանք եք Նիկոլին ներկայացրել։ Ուժեղ Հայաստան սիրելի գործընկերներ։ Թող ձեզ չթվա, թե դուք 21 թվականի Հայաստան դաշինքից ավելի լավն եք, ավելի լավ կարող պայքարեք։ Մեծ 5 տարում ինչ է կարեցի օպոզիցիան կանգնեցնի պարլամենտ։ Ոչ մի բան։ Ընկերներ, ողջույն, պլատֆորմ ոդկասթը շարունակում է իր աշխատանքը։ Գյուտալաշեմ լինի, եթե ասեմ, բավականին բարդ ժամանակներում ենք ապրում։ Նախ ԱՄՆ Իրան հրադադարը մի կողմից, դրա շուրջ ծավալվող իրադարձությունները, ռուս-ուկրաինական պատերազմը եւ Մոսկվայի աննախադեպ գրոհը Մոսկվայի վրա ԱԹՍ-ներով եւ երկրորդ աշխարհամարտից հետո հայրենական մեծ պատերազմից հետո Մոսկվայի վրա այդպես գրոհ չէր եղել եւ եռացող մոլորակը եւ մեր տափակ անհետաքրքիր ռաբիս քաղաքական դաշտը այս ամբողջ իրականությունը ինչ որ աշխարհում կատարվում է եւ մեր քաղաքական դաշտը իր առօրեական տափակություններով եթե անկեղծ եթե փորձենք քննարկել էլի ներքաղաքական ներկայիս իրավիճակը անկեղծ ասեմ ընդդիմությունը արդեն սկսել է ինձ ցանցրացնել Ես ֆիդբեք ունեմ, որ ինձ ասել են, արձագանք ունեմ, լավ առաջարկ, որ ասում են մի ասեք ընդդիմություն, այլ կոնկրետ անուններով ասեք, որտեղ ընդհանրացնում եք ամեն ինչ։ Լավ, ընդդիմությունը ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, Գագիկ Ծառուկյանը, ոնց էր կոչվում ԲՀԿ-ն, ինձ սկսել են ցանցրացնել։ Մեր ընդդիմադիր գործընկերները, մենք էլ ենք ընդդիմադիր։ Ընտրությունից հետո սկզբում Նիկոլի վերարտադրության փաստի արդիվ լավ ջղայնացած է եւ այլն ընդդիմության վարկագծի վրա է ջղայնացած ընդդիմադիր մեր գործընկերների լավ ուժեղ Հայաստանի վարկագծի վրա է լավ ջղայնացած հետո այդ ամենը սկսեց փոխակերպվել հումորի լռելը հետո գալը հիմա արդեն չգիտեմ ձանձրացրել են արդեն չես հասկանում ինչ են անում ինչի մասին եմ խոսում Սամվել Կարապետյանը մի քանի օր առաջ հայտարարեց ընդդիմության համախմբման, ընդդիմության միավորման անհրաժեշտության մասին, ընդդիմադիր ինչ-որ խորհուրդ, ընդդիմադիր ուժերի խորհուրդ ձևավորելու մասին։ Եթե անկեղծ լինեմ իմ համար, ձեր համար չգիտեմ ոնց, իմ համար սա շատ տարակուսելի եւ զարմանալի առաջարկ էր, որովհետեւ ումա պետք հիմա ընդդիմության միավորումը։ Ընդդիմության միավորումը պետք էր ընտրություններից առաջ, ընտրությունների ընթացքում։ Հիմա ինչի համար են ուզում ընդդիմությանը միավորեն։ Այսինքն ումա պետք զատկից հետո կարմիր ձոն, այսինքն զատիկը եղել, վերջացել է, ձվերը կռվացրել են, ջարդել են, կերել են, հիմա նոր ուզում են նորից կարմիր ձվեր, հա, ասպարեզներ տեն։ Իմաստը։ Դուք ինչ կասեք։ Պետք է ասեմ, որ մենք չենք քննարկել կուսակցությունում, կարպիս։ Դա իմ էգոիստական կարծիքն էր եւ իմ լրիվ արդար արձագանք։ Եվ իմ ձանձրույթի արգասիքը։ Նայ, մենք մի քանի արձանագրում կարող ենք հիմա անել, որ ընտրություններից առաջ շուրջ 1 տարի աշխատանք ենք տարել, որ ձևավորվի ընդդիմադիր մեկ բևեռ։ Բոլորը, խոշոր ուժերից, նաեւ մանրները, մինչեւ խոշորներից մինչեւ մանրները, ասել են, որ մենք ձևը գիտենք, մենք ուզում ենք էշելոնավորված գնանք ներսում միանանք։ Մենք բացատրել ենք, որ Գյումրի 2 չի լինելու։ Իրենք ասել են, չէ, մենք Գյումրի 2 ենք ուզում անենք։ Ոչ մի կերպ չեն լսել մեզ եւ գնացել եւ կոնկրետ տապալվել են եւ պարտությունը արձանագրվել ընդդիմադիր դաշտի ֆունդամենտալ պարտությունը, ով ինչ ուզում է ասի, որ չնայած դրան Նիկոլ Փաշինյանը չի հավաքել համանadական մեծամասնություն, դա անդուրջ խոսակցություն է, ինչու որովհետեւ
չկա որևէ բան, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող անցկացնել խորհրդանում, բացի այդ սահմանության նախագիծը, իսկ կներեք այդ սահմանության նախագծի օրը որ կգա, այդ օրը որ կգա, դա շատ հեռու է դեռ, էլի։ Այդ օրը որ կգա, դրա անցկացնելու ձևն էլ հետը կգա։ Որ կասեք ոնց այդ ժամանակ գա կտեսնենք։ Բայց չի ուզում ընդդիմադիր դաշտը արձանագրի պարտություն, որ հետևություններ անի կարծես, անալիզ անի, ռեֆլեքսիա անի, մտածի ու ասի խիսեն եղավ։ Չեն ուզում ոչ մեկ անեն։ Ես պետքա քեզ խնդրեմ, որ մենք որոշակի ժամանակ տրամադրենք եւ նստենք եթերներով այդ անալիզը անենք։ Այդ այսօրվա մասին չի։ Ես մի բան ասեմ էլի, այդ անդադ կեղծիքի մասին եմ խոսում, իսկապես կեղծիք կա, ես էլ եմ ասել որ շատ վիճարկելի եւ կասկածելի լեգիտիմություն են ընտրությունները, բայց այնուամենայնիվ այն ինչ որ դուք ասում եք, եթե դա լիներ, այդ կեղծիքներն էլ բան չէին փոխի։ Եղբայր, երբ որ հաղթում ես, ինչ կեղծիք, ինչ բան, ոչ մի բան չի աշխատում։ Հասկանում ես։ Այսինքն եթե լիներ միավորված ընդդիմություն միասնական ցուցակ, Նիկոլ Փաշինյանը այդ կեղծիքներն չէր կարող անել, չէր կարող կեղծել այն տեղամասերում վերաքվեարկություն չաներ եւ այլն, այդ անարխիան, այդ քաոսը չէր լինի։ Ուրեմն ասեմ, որ միավորված ընդդիմություն լիներ, կլիներ միավորված ընդդիմության ձայների տոկոս եւ քանակ։ Մինչեւ այսօր օպոզիցիոն ուժերը չունեն իրենց հանձնաժողովների անդամների տված թվով հրապարակված, թե ինչքան ձայնը տարել օպոզիցիան։ Ունեն ԿՀ-ի թիվը, նայ։ Երբ որ դու ասում ես ընդդիմությունը կեղծված է, դու պետքա քո թիվը հրապարակես առանձին ԿՀ-ից զատ։ Չկա նման բան, հասկանում ես, չի արվել։ Ինչի երկու հատ կոմպոնենտ կա այստեղ։ Կամ ԿՀ-ի թվերը ճիշտ են, չէ՞։ Եթե ճիշտ չեն վիճարկում ենք, ուրեմն մեր թվերը պետք է լինի, որն է մեր թվերը, օպոզիցիայի չկա այդ թվերը։ Եվ երբ որ լիներ մեկ բևեր, մեկ ցուցակ, մեկ ընդդիմադիր ուժ ընդդեմ իշխանության, բնականաբար կլիներ մեկ շտաբ եւ մեկ Excel-ի ֆայլ, եւ մեկ Excel-ի ֆայլի ձայներ, եւ հանձնաժողովի անդամների բոլոր պրոտոկոլները տված արձանագրությունների հաշվարկ։ Երկու օպոզիցիոն ուժ, պատիվ ունեմ դաշինքը եւ Քոչարյանի դաշինքը, Հայաստանը, յուրաքանչյուր տեղամասում ունեն երկուական անդամ։ Հայաստանում կա, եթե չեմ սխալում, 2050 տեղամաս։ Այսինքն 4100 մարդ օպոզիցիան աշխատավարձով պետական նշանակել այս տեղամասերում եւ նրանք ընտրությունների պատասխանատուներ են։ Եվ Պետրոսը եթերում ինչ որ մեկին ում էր ասում Սուրեն Սուրենյանցին, ասում էր բոլոր արձանագրությունները ստորագրված են, որ կեղծվել է, բայց ոնց է։ Հիմա սպասենք թող ՍԴ-ն դիմում, կտեսնենք ՍԴ-ում կարծես, բայց էս էլա մեկ բևերով չգնալու խնդրեմներից մեկ որ մեկ ցուցակով գնացվեր, սենց բաներ չէին լինի, էլի, սենց բաներ չէին լինի։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի առաջարկին, բնականաբար արձանագրումն այն է, որ մեզ չեն լսել եւ դրա արդյունքում արձանագրում ա եղել, որ տոտալ պարտության, ուրիշ բառը մտերք չի կարելի դա օգտագործել, տոտալ պարտություն է սա, եւ post factum առաջարկ կարվում համախմբման։ Նայ, ընդդությունից առաջ պարզախի են համախմբում։ Ինչի համար։ Հա, հիմա դու ասում ես ինչի համար։ Մենք պետք է կարողանանք։ Ես չեմ ասում ինչի համար, ես ասում եմ ինչի համար։ Հա, ինչի համար ես ասում։ Ինչի համար։ Դա տարբերակ, հա։ Հիմա մենք կուսակցության կառավարման խորհրդի նիստ ենք նշանակել, եկող շաբաթ կքննարկենք առաջարկը, բնականաբար ես չեմ կարող առանձին կարծիք արտահայտել, այդ կարծիք արտահայտենք, բայց կարանք քննարկենք նաև։ Ես ուղղակի մի բան էլի ասեմ, պետք չէ էլի, մեզ բոլորի ժողովրդին լոխի տեղ դնել։ Լոխի տեղ։ Հա։ Դուք ոնց որ նրա համար չեք պայքարան, որ Նիկոլաս համանդրական մեծամասնություն չունենա։ Չէ՞։ Այո։ Դուք նրա համար չեք, դուք եք հայտարարում, չէ՞ որ մենք պատրաստ չենք լինել ընդդիմության առաջնորդ։ Հա, Սամվել Կարապետյանը։ Այո։ Հայտարարել են, չէ՞։ Բա հիմա այդ ինչ ընդդիմադիրների խորհուրդ են ստեղծում, որ լինեն ընդդիմության առաջնորդ։ Իմ անցալումը գիտես որն է կարծես, որ մենք եւս մեկ անգամ գալի հանգում ենք մի հատ եզրահանգման, որ ոչ քաղաքական մարդիկ անկախ նրանից ինչ որ իրավիճակի բերումով են դառնում քաղաքականությամբ զբաղվում, Սամվել Կարապետյանը իրավիճակի բերումով է մտել քաղաքականություն, չէ՞։ Ոչ քաղաքական մարդիկ, երբ որ մտնում են քաղաքական process-ի մեջ, կամ նրանց կողքը պետք է լինեն ուժեղ քաղաքական մարդիկ, որ տանեն process-ը առաջ, կամ ուղակի անհնար է հաջողություն արձանագրել։ Ուղակի անհնար է։ Որովհետև դա ուրիշ բան է, մասնագիտական տիրույթ է, եւ այդ ուրիշ մասնագիտական տիրույթում անկարնայից դու որտեղ ես հաջողակ, դու չես կարող մտեղ լինես հաջողակ, պետք է նոր սովորես։ Սպասի։ Կա նոր սովորես, դա լինես հաջողակ, հնարավոր է։ Բայց երբ որ Հայաստանի նման իրավիճակ կա, որտեղ նոր սովորելու ժամանակ չկա,
եւ քու նոր սովորելու արած սխալների պատճառով ահա որ մեծ խնդիրներ կարող են լինել եւ մի ամբողջ ազգ դժվի դրա պատճառով, այդտեղ պետքա ուղղակի քաղաքական մարդիկ այդ թեմայի մեջ ներգրաված լինեն եւ զբաղվեն, որը չի արվել ընտրությունից առաջ կամ արվել է ուրիշ մարդկանցով, չգիտեմ, ուրիշ ձևի արվել եւ հիմա post factum առաջարկա, որ եկեք լավ հիմա սխալ են կարել, մարդը ասում սխալ են կարել, ասում եկեք հիմա համախմբվենք, որ on-line քննարկենք այս հարցերը, on-line եթերում քննարկենք մանդատները վերցնեն թե չվերցնեն, չնայած միևնույն ժամանակ նաեւ ասում այդ մանդատները չվերցնելու լոբինգ անում են նիկոլականները, չհասկացա ինչի անման գնահատական տրվում։ Ով է իրան նման բան։ Իրանց հավատարիմ հետևորդներն են ասում, վերցրեք մանդատները շատ պարկեշտ, ընդդիմադիր, Նիկոլին ատող, նորմալ ընդդիմադիր մարդիկ են։ Թեզն է, որ իշխանություններին է պետք որ մանդատները չվերցնեն, ես ասեմ սա կեղծիք է, ինչի որովհետև իշխանությանը օթի պես պետք է, օթու ջրի պես պետք է, որ իրանց համար բոքսի տանձիկ օպոզիցիա լինի խորհրդանում, որ շարունակեն բոքսել, ոնց որ 5 տարի բոքսել են, ես ֆիզիկապես չեմ ասում, քաղաքական իմաստով եմ ասում, եւ որևէ կերպ հակակշիռների եւ փոխսպումների մեխանիզմներ չաշխատեն։ Եվ այդ թեզերը Նիկոլայի շաբաթ արդեն դրել է բանի շրջանառության մեջ։ Հիմա կանդրադառնանք նաեւ Նիկոլին, էլի այդ մասը դու վերջացրու նոր։ Եթե պետք է մանդատները վերցնեն։ Ելքեն ընդդիմության ուզում միավորեն։ Այսինքն ընդդեմ որ վերցնեն ու միավորել իրար հակասում է։ Իմաստը որն է, ես իմաստն եմ այս 15 րոպե միտք չեմ արտահայտել, ես ուզում իմաստը հասկանամ, եթե մանդատները պետքա վերցնեն։ Ես իրանց ինչներին եմ պետք գնամ ընդդեմ նստեմ, ինչ ընդդիմադիր խորհուրդ, ինչա պետք։ Մանդատները վերցրեցին, պետքա գնան ընդդեմ ընդդիմադիր գործունեությամբ, չզբաղվեն։ Արդեն հա մտնում են ինստիտուցիոնալ խորհրդանական աշխատանքի։ Ինչ են ուզում անեն, փողոցային պայքար, հեղափոխություն, չգիտեմ, մանդատներն են վերցնում, մանդատները չեն վերցնում, մանդատները վերցնում են ինչի համար, մանդատները չեն վերցնում ինչի համար։ Այդ հարցերը առաջանում են, ինչ են անում ընդհանրապես, կա արդյոք այդ պլանավորումը, այդ հասկանալ, որովհետև այդ միտքը շատ լավ ասեցիք, էլի, այդ քաղաքինի վերաբերմունքը կա քաղաքականության նկատմամբ։ Որ այդ ինչա մենք է կանենք, էլի ով է։ Ինչ որ մեկը դեռ հաջողված գործարարը կամ ինչ որ հաջողակ ծրագրավորողը, ինքը մտածում է, որ ինքը հաջողակ է, քաղաքականությունը ինչա, որ այդ ովքեր են այդ քաղաքական գործիչները, բան դրանք սա ստախոս բան, մուտիլովշիկներ են, բան, սրանք մտնենք մենք ինչ ենք անելու։ Ես իրանց համար ասում եմ հատուկ մի քանի տաուններ եմ մտածել, բայց դա մի կողմ։ Այդ քաղաքինի վերաբերմունքով գալի մտնում են, անլուրջ են վերաբերվում քաղաքականությանը, անլուրջ են վերաբերվում սոցիոլոգիային, անլուրջ են վերաբերվում քաղաքական փիլիսոփայությանը, գաղափարներին եւ վերջում քթները քսվում է ասֆալտի, որտեղ քաղաքականությունը բարդ գիտություն է, քաղաքականության այդ ածանցվող գիտությունները շատ բարդ են, սոցիոլոգիան, քաղաքական փիլիսոփայությունը եւ այլն, այսինքն չի կարելի դա թերագնահատել եւ պետքա հասկանալ, թե ինչ է անում, պետքա հասկանալ հասարակությանը, պետքա իմանալ, չգիտեմ, որոշակի հասարակագիտական տվյալներ ունենալ, որտեվ այդ նույն ժամանակ իրանք ինչի համար չհասկացան միավորման բանը անհրաժեշտությունը, իրանք չէին հասկանում, որ եթե լիներ այդ միավորումը, այսօրվա օրինակ իմ վրա օրինակը բերեմ, ես չէ լինի այն տոկոսով ինչ որ հիմա կամ միավորման արդյունքում իմ պոտենցիալը կրկնապատկվեր, իրանց նույն քառապատկվեր։ Այսինքն մեծ ձնագնիկի էֆեկտ կառաջանար ունենա այլ գործիչների ուժերի նկատմամբ։ Ասում են սոցիոլոգիան մեզ խաբել է։ Ուրիշպես դու ասում ես սոցիոլոգիան միակ գործիքը չի, քաղաքականության դուք տրվել եք սոցիոլոգիային։ Իրանք պրիմիտիվ էին գումարում անում, այսինքն գումարում էին իրանց հնարավոր տոկոսը, մեր հնարավոր տոկոսը, I-ի, B-ի, Y-ի, X-ի կումուլյատիվ էֆեկտ բան գոյություն չունի, այսինքն այդ համահասարակական ազդեցությունը մեծ միավորի ստեղծման իրանք չէին հաշվի առել եւ չէին հասկացել, թե դա ինչ հետևանքների կարող է բերել։ Դա, գիտեք, վերջին պահին հասկացան դրա մասին շատ մարդիկ։ Երբ որ եղավ ՀՄԿ-ի բանավեճը, երբ որ եղավ Էդմոն Մարուկյան, Արման Թաթոյան, Լևոն Զուրաբյան, Նարեկ Կարապետյան, այդ քարակին էին առանձնացնում, ասում են լիքը մարդիկ ստատուս են գրում, ասում են պատկերացրեք, այս մարդիկ լինեն մի ցուցակում։ Այո։ Ուշ էր, բայց ճիշտ է, ես Թաթոյանին կհանեի,
բայց որոշ մարդիկ գրում էին, բայց ես կհանեի։ Կարծում եմ ինքը չպետք է ցուցակում, բայց հա, ինչևից է։ Այսինքն այդ վերջին պահին արդեն այդ բանավեճի ժամանակ հասկացան, թե դա ինչ էֆեկտ կունենա, թե այդ մարդիկ լինեն մի ցուցակում։ Ինչևից է։ Դա քաղաքականությունը չհասկանալու, հայ ժողովրդին չճանաչելու Կապիս կարա լինի այն թեզը, որ քանի որ սոցիոլոգիան ասում է, որ իրեն հաղթում են, չէ՞։ Հետեւաբար հաղթելու մեջ ինչի պետքա ինչ որ ուժերի ներգրավեին եւ այդ ուժերին հաղթանակից տային մասնաբաժին կամ դափնիներ կամ կապ չունի ինչ։ Բայց այ պարտվելուց հետո պետք է այդ ուժերին հավաքել եւ պարտության փայատեր դարձնել։ Մենք չինական բազարում չենք կամ արևելյան բազարում, որ ուզենայինք ինչ-որ մեկից վենա մտնենք կամ ռեկետ անենք կամ չգիտեմ ինչ-որ փայ մտնենք, ինչ-որ մի բան ստացվեր պլյուս մինուսով։ Դրա մասին չէր ընդհանրապես խոսքը։ Դրա համար եմ ասում, քաղաքականությունից պետք է հասկանալ։ Քաղաքականությունը պետք է շփոթել բիզնեսի հետ։ Պետությունը չպետք է շփոթել մեծ կորպորացիայի հետ։ Պետությունը ուրիշ բան է։ Մեծ կորպորացիան, ընկերությունը, նավթային ընկերությունը կամ ձեր ընկերությունները ուրիշ են։ Այստեղ հասարակությունը եւ կորպորացիայի աշխատողներն էլ, հա, տարբեր են։ Իրանք ոնց որ այս ամեն ինչը չեն կարողանում իրարից տարբերել։ Չկարողացան ի վերջո տարբերել։ Իրանք չկարողացան նաեւ հասկանալ, որ օրինակ ժողովուրդը, հանրությունը, հասարակությունը չի կարա լինի ձեր աշխատողը։ Այսինքն ի՞նչ է 300,000 աշխատատեղ եք խոստանում, որ ամբողջ հայ ժողովրդին դարձնեք ձեր բանը աշխատողը։ Դու այդ հարցը տվեցիր, չէ՞, բանավեճի ժամանակ Արամ Վարդևանյան։ Ուրա սահմանակիցը կապիտալի եւ բանի պետության շատ հստակ կարմիր գիծ է ու դա ինձ թվում է շատերը մտածեցին թեթև հարց տվեցի բայց իմ համար դա ամենակարևոր հասարակագիտական քաղաքատնտեսական հարցն էր որտեղ այստեղ իսկապես շատ լուրջ վտանգ էի տեսնում եւ շարունակում եմ տեսնել որովհետեւ իշքան էլ ուզենանք Նիկոլին հեռացնել բայց Հայաստանը չի կարող լինի օլիգարխիկ Նիկոլի այլընտրանքը չպետք է լինի օլիգարխիան Այդ էր իմ մտահոգությունը։ Իրանք այս ամեն ինչը չեն հասկանում եւ չուզեցան այդպես էլ հասկանան, էլի մատների արանքով էին նայում։ Կարպիս հնարավոր է որ ժողովրդի քվեարկությունը պայմանավորված է եղել նաեւ դրանով։ Ասենք 720,000 ձայն որտեղից է գնացել Նիկոլին։ Կարային մարդիկ նաեւ այդ մտածեին, որ ախպեր, հա, օքեյ, դժգոհ ենք Նիկոլից, բայց այդ քո ասած այդ ասես Նիկոլի այլընտրանքը չի կարող լինի օլիգարխիան։ Արա ժողովուրդն էլ տենց մտածեր։ Իհարկե կարող էր։ Իսկ եթե տենց է, կարա հետ գանք ընդդիմադիր դաշտ եւ նայենք ասենք լավ, ընդդիմություն։ Ինչ այլընտրանք եք Նիկոլին ներկայացրել։ Ժողովրդին ինչ այլընտրանքային առաջարկ կա ներկայացվել, որ Նիկոլի համակարգը չի, ինչ համակարգա գալի տեղը։ Այդ ինչ համակարգա գալի տեղը։ Եթե ես կարող եմ մտածել դրա մասին, մարդիկ ինչ չպետք է մտածեն։ Դե հիմա դու ասենք դու խորը քաղաքական գիտելիքներ ունես։ Գիտեք իմ այդ ինչ ողբերգությունն է, իմ օրինակով բերեմ։ Ես համաձայնվել եմ քաղաքական դաշտում հանդուրժել մի շարք հանցագործների, քաղաքական հանցագործների, իմ համար շատ անընդունելի մարդկանց, ունենալով այն համոզմունքը, որ հայրենիքը վտանգված է, եւ նույնիսկ եթե մարդը իմ համոզում քաղաքական հանցագործ է, բայց ոչինչ արտաքին վտանգը հեռացնելու համար նաև պետք է համագործակցել այդ սատանաների հետ, որոնց դեմ ես պայքարել եմ 18 թվականից առաջ։ Բայց իմ մոտ էլ այդ մտավախությունը կա, որովհետև ես ատում եմ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը, երբեք չեմ ների Ղարաբաղի հայաթափումը, երբեք։ Դա իմ համար կարմիր գիծ է, բայց ես չեմ ուզենա ապրել նաև մի երկրում, անկեղծ ասեմ, ոնց որ ասում չեմ ուզենա ապրել Սովետում, չեմ ուզենա ապրել մի երկրում, որտեղ տիրապետող կլինեն Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սամվել Կարապետյանը։ Շատ լավ, այդ պարագայում անկեղծ ասում եմ։ Հնարավոր է, որ նույն ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի ձևավորած նարատիվով, որ գլխավոր օպոզիցիան իրանք են, նայեք, իրանք գալիս են պատերազմ բերեն, չէ։ Այդ բևեռացվածության մեջ շուռա գալի գնեմ այն կողմ։ Իհարկե։ Նաև չսիրելով Նիկոլին, չուզենալով որ Նիկոլը մնա, բայց շուռա գալի գնում այն։ Իհարկե։ Բայց պարագայում եւ որոշ մարդկանց այդ պարագայում կա մենք սխալ ենք անում Կարպիս, որ մենք հանուն հայրենիքի եւ հանուն այդ քո ասած հայրենիքը վտանգվածի թեզի շուրջ ասում ենք լավ, օքեյ ենք նաև այն մարդկանց հետ որևէ ձևի համագործակցություն ունենալ, ում պատճառով որ եղել է հեղափոխությունը, ում պատճառով որ Նիկոլը այսօր վարչապետ է։
Սկավ մենք սխալ ենք եւ պետքա մենք վերանայենք մեր մոտեցումները, որովհետեւ քանի դեռ այդ մարդիկ կան դաշտում, Նիկոլը հա կարա ընտրվի, կարա նաեւ 31 թվին ընտրվի։ Մեզ հաճախ գիտեք ինչ նկատողություն են անում, նաեւ այս ոդկասթի բերումը, որ այս ոդկասթը կա արդեն 2 տարի եւ ասում են ոդկասթի ուղղությունը բացառապես եղել է արտաքին քաղաքական 98%-ով։ Եվ մենք շատ ենք տարվել արտաքին քաղաքական թեմաներով եւ ձեր ասած խնդիրը չենք ուզել նկատել, մտածել ենք միայն արտաքին սպառնալիքի մասին։ Դե որտեղ մտածել ենք արտաքին սպառնալիքը պետքա կանգնեցնել, բայց կանգնեցնելը պետք է կարաս անես ներքին փոփոխությամբ։ Հիմա եկե հանգել ենք ներքին փոփոխության ու բախվել ենք պատի, որովհետեւ ընտրություններից առաջ եղել է շանս Նիկոլ Փաշինյանին փոխելու, կոնկրետ այդ շանսը եղել է, եթե 1 բևեռ ձևավորվեր, այդ 1 բևեռ ձևավորվելու process-ը տապալել են 3 խոշոր ընդդիմադիր ուժերը, եւ այդ պատասխանատուների անունները պետքա տալ։ Իսկ Նիկոլը այսօր վարչապետ է մի պատճառով, որ այդ մարդիկ չեն ուզեցել, որ ձևավորվի 1 բևեռ։ Ընդ որում այդ 1 բևեռի մեջ ես ասել եմ, որ ես պատրաստ եմ չլինել։ Այսինքն մենք անձնական էգոիզմ չենք ունեցել խոսակցության մեջ։ Չկա մարդ, որ կարա մեր դեմ դնի որևէ բան, ասի, օրինակ դուք խանգարիք կամ չգիտեմ, ձեր պատճառով կամ էսի ինչ։ Եվ կոնկրետ Նիկոլի վերընտրությունը ունի պատասխանատուներ, անուններ կան։ Ինչքան էլ որ հիմա Նիկոլը գոռա ճվա, որ դատմա, կտրտմա, ես իմ ճզմմա, ինչ ասեմ, սատկասնմա, ծակնա կողմ, չգիտեմ ինչ անեմ, առուծի վանդակնա գցեմ կամ ուրիշ վանդակ բան։ Դա չի փոխում իրար։ Դեմության հանցանքը երկշերտ է։ Առաջին շերտը հերիք չի, իրանք պրոբլեմատիկ են։ Խոցելի են, հերիք չի։ Մի հատ էլ այսքանով հանդերձ էգոիստ են եւ չեն ուզում նորմալ քաղաքական գործ անեն։ Պատկերացնում եք։ Հիմա կարծես մեծ շատ պետք է անկեղծել ենք։ Հիմա եթե դա տենց է, այսինքն ինչա պետք անել։ Նա ես 1000 եթերներ, ես վերջի եթերներում բանում ասում եմ բոլորին, որ ժողովուրդը իմանա, որ ես չեմ համակերպվում, եւ չեմ համակերպվելու եւ մտածում եմ դու էլ այս իրողության հետ եւ մենք սա չենք մարսելու, անկեղծ եմ ասում, եւ չենք թողալու այս 5 տարին sense գնա, որովհետեւ թողնել այս 5 տարին sense գնա նշանակում է 2031 թվին Նիկոլը հաղթում է նորից այդ օպոզիցիային։ Այսինքն օպոզիցիոն դաշտում հիմա պետքա լինեն ֆունդամենտալ փոփոխություններ։ Եթե օպոզիցիոն դաշտում այդ ֆունդամենտալ փոփոխությունները չեն լինում, Ժորժ ջան, ես ձեր մարդ վատ դուր ունեմ։ Հայաստանում իշխանությունը չի փոխվելու։ Նաև 5 տարի հետո։ Ինչ ուզում անեք։ Եվ կարող դուք ասեք, ձեզ 8 տարի պահանջվեց, որ այդ մտքին գաք։ Okay։ Այդ 8 տարվա մեջ նես բաներ ա եղել, որ մենք կարայինք կենտրոնանանք այդ բաների վրա։ Կարպիսը լավ ասա, Արցախի խնդիրն ա եղել, այլ արտաքին քաղաքական խնդիրներ Հայաստանի հետ կապված, Միջանցքի խնդիր, այսինքն մենք կենտրոնացել ենք այդ հարցերի վրա, մտածելով, որ դե բան ենք անում, հանուն մեծ գաղափարի դնում ենք մի կողմ այս տարաձայնությունները։ 6 տարի Ռոբերտ Քոչարյանին չեմ քննադատել։ Դե հիմա վերջում պարզվեց ինչ ասենք։ Մարդիկ ասենք 1000 ձևի ասել ենք, չէ, որ եթե դուք մասնակցեք, էլի նույն բանն անելու։ Հետո ասենք լավ էլ չասենք, լավ դնենք մի կողմ հլա այդ թեման բան։ Նոր ուժ կա, նոր ուժա ձևավորվում, կարող է նոր ուժը բան լինի։ Չի լինում ժողովուրդ։ Ձեր միտքը եթե ավարտեցի։ Շարունակեմ։ Իշխանությունը չփոխվելու մասին Նիկոլ Փաշինյանը արդեն դարձել է ինչի դեմ պայքարել է, լրիվ դասական տեղավորվել է, այդ ավտորիտար փոքրիկ Մուսոլինիի դերի մեջ դու չէի եւ գաղափարական հիմքերը տալիս է, թե ինչի չպետք է իշխանությունը չփոխվի։ Տալիս է այդ հիմքերը։ Ինքը օրենքից դուրս է հայտարարում բոլոր այն մարդկանց, ովքեր իրեն չեն քվեարկի։ Այդ կես միլիոնից ավել մարդկանց ասում եմ դրանք բանա օրինական զեն չեն ընտրակաշառքով կաշառված զեն են դրանց մեծ մասը այսինքն ասավ ամբողջը դու ասավ 70%-ը դա լավ դե 70%-ը ամբողջն է այդ թվերի խաղը դնենք մի կողմ այսինքն այդ մարդկանց օրենքից դուրս է հայտարարում եւ ինչ անում ասում եմ բանա ով ինչ չի ընտրում խաղից դուրս է քաղաքական համակարգից է դուրս ինքը չի պատերազմա ուզում ասում եմ պատերազմա ուզում այսինքն խաղից դուրս է հանում ով իրան չի ընտրում Եվ քաղաքական խաղի կանոններից դուրս է մղում նաև այն ուժերին, ում որ այդ մարդիկ քվեարկել են եւ այս տրամաբանությամբ իշխանությունը իսկապես չի փոխվելու։ Հիմա նայ պատկերացրու նոր պարլամենտը, գոյություն ունի երկու ֆրակցիա, նոր պարլամենտը։ Այդ երկու ֆրակցիայի մարդիկ ինչ հելնում խոսում են, լավ բան, ճիշտ բան, դիպուկ, ճիշտ է խոսում են։
իշխանությանը թիրախային խոցում են, դնում են հարցեր, ալտերնատիվներ են առաջարկում, իշխանության падգամավորները կանգնում են, ասում են դուք ընտրակաշարքով եք ընտրվել, ժողովրդին կա դուք հանցագործներ եք, դուք լեգիտիմ չու սենց։ Այդ 5 տարի կարպիս, ճոգես 5 տարի այս երկրի ժողովրդի ապագան, այս sense դրեցին հողի տակ։ Այս ինչ արին։ Հասկանում ես, այսինքն չի լինելու ախպեր, մարդկանց դեմը ոչ ոք չի կարող կանգնի։ Հիմա այդ պարագայում ասում են բանը, մանդատները մենք պետքա վերցնենք, որ թույլ չտանք թուրք-ադրբեջանական օրակարգի իրացումը։ Հայաստան դաշինքի խոսքերն են ասում։ Դուք Հայաստան դաշինքից 21 թվականին ընտրված ավելի լավը չեք։ Հայաստան դաշինքը ձեզնից 10 անգամ որակով ավելի ուժեղ էր եւ այլ ֆոնի վրա էր ընտրվել 2021 թվականին։ Այնտեղ իսկապես կային քաղաքական մարտիկ, այդ թվում եւ Դաշնակցությունից եւ այլ տեղերից կային կրթված մարտիկ նաեւ։ Դուք ձեր ցուցակում այդ նույն որակը չկա, ասեմ իմանաք։ Ուժեղ Հայաստան սիրելի գործընկերներ։ Թող ձեզ չթվա, թե դուք 21 թվականի Հայաստան դաշինքից ավելի լավն եք, ու ավելի լավ կարող պայքարեք։ Չի լինելու։ Դու հարց առաջ, այդ 5 տարում ի՞նչ է կարեցի օպոզիցիան կանգնեցնի parlamento։ Ոչ մի բան։ Մենակ գնացել են Նիկոլ Փաշինյանին սուր հարց են տվել։ Ինչքան մարդա մանդատ դրել։ 30 քանի հոգի մանդատ է վայել։ Ինչքան մարդ են չքացել եւ անհետացել հոգուտ Նիկոլ Փաշինյան։ Ուրա օրինակ Վարե Հակոբյանը։ Հայաստան դաշինքի մի ուժներ։ Իրա падգամավորներով բանով դուրս եկան։ Չէ, նայ եթե նույն մեթոդներով նույն բանը արվում է 5 տարի ու ձախողում է։ Եկող ապագա 5 տարվա համար պետքա դա էլի անել կարպիս։ Դա դե ֆունդամենտալ բան կա։ Մեր սերունդը, քու սերունդը, իմ սերունդը, մեր սերունդը ամենատուժված սերունդն է քաղաքական իմաստով։ Քանի որովհետև այս սերունդը անդադար փորձում է որևէ ձևի գեներացնի իրան, չէ՞ տարբեր ուժերի մեջ էլ մարդիկ հիմա մասնակցեցին այս ընտրություններին։ Կարանք բոլորով մի տեղ լինեին, ոչ մեկ չուզեց։ Եվ այս սերունդը կարպիս պայքարը 5 տարի պայքարել է, չէ՞։ Եկել է մի հատ հանգրվանի, մեկ էլ այդ հանգրվանի պահին եղբայր հայտնվել է նոր ուժ, նաև կա Քոչարյանի ուժը, նաև Ծառուկյանի ուժը, ու ասում է ախպեր, մենակ մենք պետք լինենք, մենք ենք բան անում, մենք գիտենք ոնց, ու գնում են ու տապալվում են։ Այս իմ ու քու սերունդը ամբողջությամբ այդ 5 տարի որ պայքարել են, այս մարդիկ ասում են, այ քեզ բան, ցես ոնց կարող լինի։ Ու նաև այդ եկած օպոզիցիան շատ բանա, ոնց ասեմ, չոզում կլանային է, թայֆայական է, հասկանում ես, թայֆայական բան կա։ Այս սովորական ժողովուրդը ինչ անում, սովորական ժողովուրդը, չէ, գյուղում բանում։ Բահարց ախպեր, խի չեն ընտրել։ Դե կրեիք։ Խի չեն ձեզ ընտրել 800,000 մարդ։ 900,000 մարդ ձեզ խի չեն ընտրել։ 900,000 մարդ թող գնան ընտրել ձեզ։ 1.5 միլիոն մարդա չէ մասնակցել ընտրությաններին։ Կար Նիկոլը տաներ իր 600,000 ձայնը, չէ։ 900,000 մարդ գնան ընտրել օպոզիցիային։ Դա թվեր կարա լինի, բայց հա՞։ Ոնց չկարա լինի։ Վերցրու նայ Պետր Մագյարին։ Հունգարիայում։ Հայաստանի ոնց է կրել։ Հայաստանի բնակչության հանրագումարում ցած թվեր կարա լինի 900,000 մի ինդիմադիր ուժ տանա։ Չի կարա, եթե իրանք ճիշտ էին, կարպիս ֆիքսի։ Եթե իրանք թեզը ճիշտ էր, 900,000 պիտի տար 3 ուժերին ձայնը։ 3 ուժերով 900,000 ձայն պիտի տանեին, ունտրեին վարչապետ։ Չեն տվե կարպիս։ Խի անալիզ կա, մեկը անալիզ անում, մեկը ուսումնասիրում, ինչ են արել որ չեն տվել։ Մեկը մյուսից կոպիտ սխալներ։ Այս անալիզը պետք է անել, թե պետք չի անել։ Արան դաթար շուր գալ, հասկանում ես, ասենք մինչև ընտրություն իմ ու քու թիրախը եղել է Նիկոլը։ Եվ այդ ռեժիմը, ճիշտ է։ Մենք ընդդիմությանը մի բան ասել ենք, չենք ասել։ Մեկ էնել։ Հա, հիմա Նիկոլը դարել է վարչապետ ախպեր։ Մի պետք է շուր գալ ընդդիմադիր դաշտում, տենալ այս տնային աշխատանքն ինչ արվել։ Այստեղ ինչ կա ախպեր, ինչ է կարել, ոնց է կարել։ Ոնց եղավ որ ասենք բանը, մենք անընդհատ ձեզ ասենք, որ ճիշտը սա է, դուք ասեք չէ, ասենք լավ, վերջում գնաք պավին բախվեք, գաք ասեք, հա մենք սխալվել ենք, եկեք հիմա ես իմը, սենց անենք։ Ոնց եղավ։ Ահա որ գիտես ինչն է, սրա մեջ կա բան, անհարգալից վերաբերմունք։ Մեր նկատմամբ։ Սրա մեջ կա վիրավորանք։ Սրա մեջ կա ես այդ ամեն ինչը պատրաստ եմ բան անեմ, մի կողմ դնեմ, հանուն ավելի մեծ գաղափարների միշտ էլ արել ենք։ Միշտ ենք արել։ Սենց
որ հանուն ավելի մեծ գաղափարի պատրաստ ենք եղել եւ գնացել ենք այդ բաներին։ Հիմա էլ եմ պատրաստ եղբայր։ Մենակ իմանամ ինչի համար։ Այդ հարցերը որ ինձ տալիս ես։ Ինչի՞։ Հա, ինչ մենակ իմանամ ինչ է պլանը, որն է, ինչ ենք անում, ինչի համար։ Ուր ենք գնում։ Եղբայր, ամբողջ կամպանիայի ժամանակ մեռակ ֆեյքեջերով մեր ռեպուտացիան կասկածի տակ դնելով, թե իբր մենք փոշիացնում ենք։ Հա։ Նայ, մենք օրինակ սիրելի հայրենակիցներ, քարոզչության ժամանակ չենք թիրախավորել ընդդիմադիր ուժերի, ասելով մեկ ես։ Կարայինք թիրախավ, չէ, կոնկրետ քարոզարշավ հակակարողություն կարայինք անենք, ասելով որ այս ուժերը խոցելի են, չեն կարա Նիկոլին հակակշռեն։ Կան իշխանության լինելու են վատ իշխանություն, կրվեն որպես օպոզիցիա լինեն, լինելու են վատ օպոզիցիա։ Կարայինք այդպես քարոզարշավ անենք, չեն կարա, չէ։ Բայց մեր դեմ արվել է քարոզարշավ, որ մենք անպայման պետք է փոշիանանք ու հազարավոր մարդիկ վախենալով որ չեն կանցնի, չեն տվել մեզ ձայն ու մենք չենք կանցել։ Այսինքն որ այդ վախը չքարոզեին, մեզ այդ ձայնը կտային, մենք կանցնեինք։ Այսինքն մեր դեմ կոնկրետ աշխատանք կատարվի։ Մենք մի կողմ։ Բայց մենք մի կողմ, Նիկոլին կրել եք։ Ինչա Նիկոլը վարչապետ։ Հա, հարցին պատասխանեք, հա Նիկոլը վարչապետ։ Հիմա ինչ եք ուզում այդ։ Մեր տարած ձայները ընդ որում չի խանգարել որ Նիկոլը չլինի վարչապետ, ֆիքսենք էսի, էլի, արձանագրենք։ Եվ մեր ամբողջ օպոզիցիայի, լսի, ուշադիր լսի։ Ամբողջ օպոզիցիայի տարած ձայները չի խանգարել որ Նիկոլը կրվի։ Մի հարց։ Իջի խիա Նիկոլը վարչապետ։ Այդ հարցի պատասխանով պետք է տա, ով է դրա պատասխանատուն, ով պետքա կրի այդ համապատասխան հետևանքները։ Ով պետքա կրի։ Իրանք Մարդը հելել է, ասում է դուք հանցագործներ եք, օրինական չի այս մանդատները ձեր, դե պարզատեղել մենք ենք ասել քեզ վենա մտնում, ասում ենք իա Նիկոլը, պարլամենտը մետե մի մանդատ լեգիտիմ չի, սաղ պարլամենտը լեգիտիմ չի, մենք դու էլ չես լեգիտիմ լինելու նորպես նոր վարչապետ։ Ցրի ախպեր պարլամենտը դե գնանք ընտրության, դες դուխով տղա ես, ցրի գնանք ընտրության։ Դե ժողովուրդը ֆիքսել է որ սաղ սուտ էր։ Որ ասում էր ձեզ կգնամ հունիսի կեսին բերքի հարցը կլուծեմ, բան սաղ սուտ էր։ Չի գնացել բերքի հարց չի լուծել, ոչ մի բան չի լուծել, տառապում է ժողովուրդը։ Ինչ խոստում տվել է, սաղ սուտ է դուս եկել։ Ադրբեջանը դե է գոռը Արևմտյան Ադրբեջանի մասին Հիկմեթն դե է եկե ասում է այս տվեք, հանձնեք սաղ։ Սաղ սուտ է դուս եկել։ Կրել ես։ Դու նոր ընտրություն անող ես, երեք հայտարարեք չարաչարակ տարեց, որ նոր ընտրություն չեմ անելու։ Ինչ ՍԴ, ինչ բան, ինչ որ մարդիկ գրում են, ուզում են ինքը ՍԴ-ով ծրի, նորից գնա ընտրության, որ սահմանական մեծամասնություն կա։ Սահմանական մեծամասնությունը սարքել են բան։ Սրբի դուռ։ Խեք ձեզ խափում արա։ Այդ երբ է իշխանությանը պետք եղես սահմանական մեծամասնություն եւ օպոզիցիոն ուժերը վերջի 5 տարում չեն անցային կողմ քվեարկե։ Երբ այդ երբ չի հիմի տենց լինելու։ Հետով կարա դրա երաշխիքը տա։ Դա միակ երաշխիքը ես որնա Նիկոլը չունես ամերիկական մեծամասնություն, որ ընդդիմադիր падգամավոր ոչ չդնի պարլամենտ։ Հենց ընդդիմադիր падգամավորները մտան պարլամենտ, ամերիկական մեծամասնությունը Նիկոլը կապահովի։ Այստեղ մատուրի սխալ հաշվարկել կա։ Մտածում են թե Ռուսաստանի տնտեսական պատժամիջոցները կկործանան Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Բայց սա էլ ինձ թվում է այդքան էլ ճիշտ հաշվարկ չի, չգիտենք ապագայում ինչ կլինի։ Եվ դերևս այդ խոշորագույն հայրապետ Սահակ Պարթևի խոսքերը կան թույլ եւ անկարող թակավորներից մեկի մասին, ինչ էր ասում էր ես իմ հիվանդ գառին ուրիշի առողջ գալի է չեմ փոխի։ Եվ այդ երկրի մակարդակով թայֆայական մտածողությունը մեր ժողովրդի մոտ էլ կա։ Եվ եթե իրենք տեսնում են այդպեսի բան ա լինում, իրենք ավելի շուտ ոչ թե իշխանության դեմ կպայքարեն, այլ միգուցե կարող գնան զրկանքների այդ իշխանությանը պաշտպանելու համար արտաքին վտանգից։ Այդ էֆեկտի մասին չի չեք մտածում, ինչի վերլուծություններ չեք անում։ Թե մտածում եք Պուտինը չի թողում ծիրան կամ ծաղիկ արտահանենք, վերջ Նիկոլի իշխանությունը փլուզվելու է, դա դեռ գիտելիքը քաղաքականության մասին։ Դա չեն հասկանում, որ դա հակառակցիա է, այդ հակառակցիայի մեջ կա նաև 720,000 ձայնի մեջ է։ Հակառակցիան Նիկոլը կապիտալիզացրել է արդեն 720,000 ձայնի մեջ։ Եվ Նիկոլին պետք է այս ներքաղաքական գզվրտոցը, որ մարդիկ այդ իրանց առօրյա խնդիրների մեջ տենան, որ պայքարը հանուն ինչ որ բանի է, որ քո ծիրանը փչանում է, քո ծաղիկը որ դու թափում ես, որ քո թութը, որ տիտաների Մոսկվա վաճառերից թափում ես, դա գիտահավայի չի։ Դրա մեջ մեծ գաղափարական բան, պայքարա գնեմ հրեշների դեմ, հանուն խաղաղության, պայքարա գնեմ հանուն ինքնիշխանության։ Դա դες թութը ինչքան փուճուր բանա ինքնիշխանության դեմ,
եւ դու համախմբում ես ինքնիշխանության համար, ոչ թե թթի։ Մի օր քու թութը Գերմանիայում Ուրսուլայի թորները կարող է ուտեն մի օր կգնա Եվրոպա։ Այս փուլը դժվարություններ կան եւ դու պետքա դիմանաս։ Եվ տենց հա ժողովրդի բանը եւ զգացմունքները։ Մի հատ ուրիշ մի բան էլ կա, այդ իմ համար, իմ տեսանկյունից։ Դու ճիշտ նկատես իր կներես, որ իրանք 0 գիտելիքներ ունեն քաղաքականություն, 0։ Իրանք մտածում են, որ դա բան անելու։ Ֆուրերը, որ Լարսեն կանգնացան, հեսա դա շուրա գալու Նիկոլի դեմ։ Չէ, եղբայր, ընդհակառակն անելու։ Օ, կարող է ինչ-որ մարդիկ մտածեն, թե ուզում են որ բոլորը մեզ լսեն, ախպեր մեզ մի լսեք, ոչ խելացի մարդկանց լսեք։ Մի անգամ Ռոբերտ Քոչյանը տենց կիսահերյանքով նկատեց, կարող է Էդմոնը գիտի թե ինքը քաղաքական դաշտի ճարտարապետն է։ Չէ, ճարտարապետը չի, գնացեք կրվեք։ Գնացեք ամեն անգամ Նիկոլին կրվեք։ Գիտեք, նույն ճարտարապետը չի։ Նույն բանա երկրորդ անգամ չի լինում։ Երրորդ անգամ է լինում։ Բագրատ Սրբազանին ինչի՞ չեք հաշվի առնում։ Ամենայն հարգանքով ես Բագրատ Սրբազանին շատ եմ սիրում եւ հարգում։ Շատ կարգին մարդ է այս երկրում ինքը։ Բայց հիշենք էլի նրա այդ աննախադեպ հզոր պայքարը եւ թե ինչ ապուշներ, ինչ հանցագործներ հավաքվեցին շուրջը եւ փոշիացրեցին, կործանեցին այդ մարդուն եւ այդ շարժումը 80000-նոց հրաապարակը, թող Սրբազանների, բայց այս փաստը պետք է արձանագրենք։ Եվ հիմա էլի նորից այդ պսևդոսոցիոլոգներ, պսևդոփաստաբաններ, փող աշխատելու ձգտում ունեցող խմբագիրներ, լրագրողներ, Բագրատ Սրբազանի կողքի մարդկանց 60%-ը Սամվել Կարապետյանի կողքին է։ Բագրատ Սրբազանի դատում են, մեկը չի գնում դատերին։ Բրբրթում էին իրար, որ հետո նկարվեն։ Նկարների մեջ sense կողքը դուզ գան բան։ Ես դա մաֆիա է։ Այդ մաֆիան անդադ sense տեղից տեղ է շրջանառվում, իրանք իրենց մեդիայով։ Իրանք իրար հյուր են գնում։ Հա, բելուծաբաններով, Սերժի սահմանադրագետներով։ Հետո մեկը սկզբում, չգիտեմ, Հայաստան դաշինքում էր, հետո եկավ ուժեղ Հայաստան, հետո գնում է պատիվ ունեմ, ինչ որ տես խառը, sense ինչ որ կարպիս ուժեղ Հայաստանի գործող падգամավորները, կներես էլի միտքդ պահի։ Գործող падգամավորները հենց այդ պահին մտան ԲՀԿ ու ԲՀԿ-ով մասնակցին։ Պատիվ ունեմի գործող падգամավորը մտավ ԲՀԿ։ Արա ժողովրդի աշկին դուք դառնում եք նույնը, նույն ուժն եք։ Ոնց եք ուզում ան ժողովուրդը գնա ձեզ ձենտ այնքան որ Նիկոլը կրվի։ Ոնց եք դուք մտածում, ոնց եք պատկերացնում։ Գաղափարական տարբերություն, հենք բան գոյություն չունի ոչ մի բան։ Ես երկրում ես այդ կուտեսակի քաղցկեղ եմ տեսնում, եթե ես կան անկեղծ եմ ասում։ Այդ կուտոկը նոր կա պսևդո խմբագիրա լրագրողա քաղաքական գործիչան նախքին ՀԿ-ական ինչ-որ տես մոտ փակ համայնք հա իրանք իրար մեջ տես բրոնյան շարժման մեջ են ու ասես պախտորում են քաղցկեղի պես ասես ախտահարում են ամեն ինչ ու ոչնչացման են դատապարտում եւ մյուս քաղցկեղը հասարակության ոչ բոլորը մեջ բույն դրած այդ Նիկոլ Փաշինյանական այդ կեղծ արեմտամետ ռոպագանդիստներն են որ հիմա Զուտ ինչով են զբաղվում իրանք, ոչ միայն Նիկոլի advocatն են, նաև փող են աշխատում, գրանտներ են կթում այդ խաղաղության կեղծ թեմայից։ Իրանք դրանով են զբաղված, թքալնալու խաղաղության վրա, որտեղ այդ նույն Արեգ Քոչինյանը չնեղանա էլի, ասենք։ Հիմա դες խաղաղության ամենամեծ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու ամենամեծ ջատագովն է, չէ՞։ Բայց ոչ ոք անցալում է նույն տղան տեղավորված է լրիվ ուրիշ ստրուկտուրայում, հիմա ոչ այդքան թափով են ժամանակը ավելի փոքր, ոչ մի թիզականներ, այդ ռազմահայրենասիրական մշակութային միջավայրում էր ինքը շատ արդյունավետ, ոչ մի թիզական, երիտասարդ էր հայրենասեր։ Հիմա այդպես վերարտադրվել է այս համակարգում, այսինքն ոչ որևէ պրինցիպ չունեցող մարդիկ են, որոնք վերարտադրվում են տևյալ պահի հեգեմոն համակարգում։ Այսինքն ինպես հարիվ չեն, էլի, որ չգիտեմ, այն ժամանակ այդ ռազմահայրենասիրական շիզոֆրենիային էի դեմ ու հալածվում է, հիմա էլ կեղծ խաղաղությանն եմ դեմ, ձեր հետ միասին մենակ ենք։ Մենակ ենք, մեր այդ մի քանի ինգեները չհաշված ու կան այս բան, այս ընդդիմադիր բուտաֆորիան, էլի, թող ոչ մեկ չնեղանա, այս ինչ է։ Բուտաֆորիա որն է, բանա։ Դեկորացիա։ Համ սրանք են քաղցկեղ, ու այդ խմբագիրների մասին էլ բեր մի հատ անկեղծ ասենք։ Էլի ամբողջ կամպեյնի ժամանակ մեր դեմ Քարոզարշավեն իրան գարել։ Ինչպես որ դնում էին Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչյանի, Գագիկ Ծառուկյանի ու Արման Թաթյանի նկարը, որ այս 4-ն է անցողիկ։ Այս 4-ին ընտրեք, մենակ իրանք են անցողիկ։ Ռխի էի կանում, էլի մեկը կարա ասես, ինչի համար էի կանում, էլի։ Ես չգիտեմ ինչ էին տենց անում։ Բայց ասում եմ, անցավ Գագիկ Ծառուկյանը։ Փակ համայնք է։ Փակ համայնք է։
Թող վայել են իրանց Նիկոլին, եղբայր։ Փակ համայնքա ու քաղցկեղա, որը պետքա ապա մոնտաժել։ Թող ես դա համար եմ ասում, ես որ չեմ համակերպվելու։ Արա ես չեմ համակերպվելու։ Չէ։ Բայց մենք քիչ ձայն եք ստացել, բան, համակերպվեք։ Քիչ ձայն եք ստացել, ինչ պայմաններում։ Ինչ պայմաններում ենք քիչ ձայն ստացել։ Այն որ հմեկով մեր դեմ ագենտուրայի քարոշչություն էին անում, այն որ բան էին անում, մարզերը մաղացրով բանով խանգարում էին մեր հանդիպումները։ Այդ որ պայմաններում ենք քիչ ձայն ստացել։ Որ միլիարդներով փողի մրցակցություն ա եղել, այդ որ պայմաններում ենք քիչ ձայն ստացել։ Գաղափարական բան ա եղել, կռիվ ա եղել, քիչ ձայն ենք ստացել։ Թողա մեկը թողա անդիմադիր որևէ լիդեր կարա գա հետս բանավեճի։ Թողա։ Որևէ մեկը անդիմադիր որևէ լիդեր կարա գա հետս բանավեճի։ Մարդիկ կան Նիկոլն ասում եկեք բանավեճի, չեն գնում հետը բանավեճի։ Բայց հավակնում են երկիրը ղեկավարելու։ Այդ դու խոսքի մեջ բանավեճի մեջ չես կարա հետը այդ մարդու մտնես կռիվ տաս։ Ընտրություններով ոնց պետք է գրես այդ մարդու։ Այդ միտք ասա։ Այդ առաջի համարի բանավեճներն են այդ կոնկրետ օրինակ էր։ Հասա։ Այդ մեր ժամանակը ասում են սպառում։ իրանց ասելով չի։ Հա, ձեր ասելով չի։ Քիչ ձայների մասին էլի որ այդքան կարճել են։ Քիչը որն է Ժորժան 8000-ի կարգի ձայն ենք ստացել։ Մի անգամ ռուս հայտնի 8000 մարդ պատկերացրեք մի հատ, քաղաքական մարդ։ Ռուս հայտնի ընդդիմադիր ինտելեկտուալ իմ կողմից այդ հարգված գործիչներից մեկին այդ նույն հարցը տալիս Գրիգորի Յաբլկայից։ Շատ են հարգում թերությունները չհաշված, ասում են դու ինչ ես դու խոսում, ես իմ իշքան ձենս հավաքել էլի մեր պես։ Լմա Պուտինին նայ, սա ազգային ընտրել, արա, ասում է դուք չեք հասկանում։ Այդ Պուտինի այդ 120 միլիոնը պայմանական թիվ եմ ասում, ապրում է, այդ իմ ինձ ընտրած, չգիտեմ, 1 միլիոնի հաշվին գեներացած արդյունքով։ Որովհետև իրան ովքեր են ընտրում մտավորականները մտածող ակտիվ քաղաքացիները կրթված ես հիմա ինչ-որ քաղաքինի տարանջատում չեմ անում բայց ինչ-որ առումով նաև մեր ընտրողների հաշվին է որ այս երկիրը կա մենակ մեր չէ նաև այլ առողջ ընդդիմադիր ուժերի այդ ձեր մեծամասնությունները մի խափնվեք որտեղ մեծամասնություն ուներ նաև Նիկոլ բանը Սերժ Սարգսյանը 2017 թվականին վերջին չեղավ ուր են Սերժ Սարգսյանի այդ ընտրողները որևէ ընդդիմադիր ուժ ոնց որ թե կասկածի տակ չի դրել որ 2017 թվականին ՀԿ-ն հաղթել է հա ընտրակաշառքով եղել է բայց լեգիտիմությունը կասկածի տակ չեն դրել այդ թվում եւ այն ժամանակ գլխավոր ընդդիմադիր ուժը ելքդաշինքը չէ ճիշտ եմ չէ ասում մենք հայտարարել ենք որ մեր ստացած ձայները մեզ է հասել մենք դրա ներկայացուցիչն ենք այդ ձեների խորհրդանում իշխանությունն էլ փողով է ձևավորվել եւ ասել են որ մենք ՍԴ չենք դիմում այն ժամանակ ու ՍԴ են դիմել ՀԱԿ-ը բանել պետությունները հասարակությունները իրենց արդյունավետ գոյությունը կազմակերպում եւ շարունակում են այդ ակտիվ փոքրամասնության հաշվին այդ ակտիվ փոքրամասնության մի մասը ընտրել է մեզ եւ մենք հպարտ ենք այդ ընտրողներով այո եւ մենք հպարտ ենք եւ մենք գիտենք ովքեր են մեզ ընտրել ճանաչում ենք այդ մարդկանց դեմքով մտածողությամբ եւ աշխարհայացքով եւ գոհենք եւ այն ինչ որ հիմա կա այդ քաղցկեղները որ ես ասացի ես կարծում եմ մենք պետքա դա ապամոնտաժենք մենք ուզում ենք մի բան խոստանանք ձեզ կարպիսի հետ քննարկել ենք որ խորը անալիզ ենք անելու այս ընտրությունների խորը վերլուծություն ենք ձեզ ներկայացնելու նաեւ կարող որոշակի բանավեճային բան ունենա որ ասենք մի թեզ կարպիսը ասի ես վիճեմ հետո մի թեզ ես ասեմ ինքը վիճի խորը վերլուծություն է լինելու սիրելի հայրենակիցներ այս ընտրությունների արդյունքների վերաբերյալ մենք այն ուժերից չենք որ դասեր մենք պետքա կոնկրետ դասեր քաղենք եւ այդ դասեր քաղելու process-ը լինելու է բաց հրապարակային դուք բոլորը դրան հետևելու եք իմանալու եք որի արդյունքներով մենք ձևավորելու ենք նոր ուժ դա կարող լինի արտախորհրդանական մի պլատֆորմ կարող լինի նոր բան որը որ պետքա ապագա փոփոխությունների լոկոմոտիվը լինի որտեղ առանց այդ մտածողության առանց դասեր քաղելու այս process-ներից անհնար է դա անել այսքանը չի կարելի շարունակել
Որտեվ սենց շարունակել ժողովրդական կարծես ասած սենց չի կարելի շարունակել։ Սենց շարունակել նշանակում է հանդուրժել այն միտքը ձեր գլխի որևէ մի հատ հատվածում, որ կարող է երմեք թվին էլի այսպես ընտրությունների արդյունքներ ունենանք։ Հանդուրժել այդ միտքը։ Իսկ այդ միտքը իմ համար անհանդուրժել է, մարմնիս ամեն մի բջիջով դրա դեմ պայքարելու եմ։ Այսքանը։ Պայքարելու ենք։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։